Առաքելյան, ինչքանով էր էթիկապես ճիշտ Ռուբեն Վարդանյանի անունն տալ, իսկ մնացած գերիներին թողնել ստվերում։ Ինչ մասով էր Ռուբեն Վարդանյանը տրվում ու մնացած գերիներին։ Հացադուլը հենց կոնկրետ Ռուբեն Վարդանյանի համար էր, չէ՞, արվում։ Եվ արվում էր այն մասին, որ Ռուբեն Վարդյանը այսպես հացադուլ է անում, կյանքին վտանգ է սպառնում, հետևաբար մեր խնդրանքները, որ Ռուբեն Վարդյանը հացադուլից դուրս գա եւ դադարեցնի հացադուլը։ Քանի որ այս պահին միայն Ռուբեն Վարդյանն է հացադուլ անում եւ իր կյանքին վտանգ է սպառնում, ինչպես մյուս գերիներին մեր բոլոր ուղերձները եւ բոլոր անելիքները միջազգային հանրության հետ աշխատելով միշտ ուղղված են բոլոր գերիներին, որը շարունակվում է։ Հասկացա։ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը իջել է։ Նա էլ ինչ քայլեր կարող է անել, որպեսզի բարձրանա նրա վարկանիշը։ Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը նրա վարկանիշը իջեցնում են։ Ուսողամ առաջիկայում մնացած քայլերն են դրանք անելու, որովհետեւ բոլոր ոլորտներում Նիկոլ Փաշինյանը ձախողել է եւ հետեւաբար վարկանիշը պահելու հարցում էլ նույնպես ձախողում է, դա որևէ զարմանալի բան չկա, որ այն ինչ որ արվում է Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի կողմից վնասում է Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին, հետեւաբար չի կարող որևէ ձևով նրա վարկանիշը այլևս բարձրանալ, քանի որ հանրությունը արդեն այդ ստերին եւ պոպուլիզմին չի հավատում։ Նիկոլ Փաշինյանը նորից որոշել է 5 քաղաքականությունը օգտագործել եւ ելի սկսել է մարդկանց սպառնալ եւ ձերբակալել։ Սա արդյոք մարդկանց հետաքրքիր է եւ ինչու է նա սկսել նորից այս քայլերը անել։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է 18 նույնիսկ կրան վիճել գնանք այն դիմադիր վարկագիծ նախկինների դեմ պայքարելու, որը նույնպես որպես իր խոստումների միաճակ ամբողջովին տապալել է այդ թալանի վերադարձը հանցագործությունների բացահայտումը 7 տարի է իշխանություն է, բոլոր գործիքակազմը կա, իրավապահ եւ եթե այդ առումով ինչ որ բան ունի անելու կարող է անել, առավել եւս որ դա իր ֆունկցիան է չի, այսինքն իրավապահ համակարգը դատական իշխանությունը անկախ է, դա նրանց գործն է եւ Նիկոլ Փաշինյանը որովհետեւ գործառույթ չունի նույնիսկ այդ մասով մեկնաբանելու, եթե կան մարդիկ նախկին իշխանություններից կամ որևէ իշխանությունից, ովքեր հանցագործություն են արել, պետք է այո դատանի առաջ պատասխան տան, բայց մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը այդ process-ը օգտագործում է բացառապես որպես PR եւ որևէ ոչ դատավճիռ կա ոչ էլ եւ այդ առումով փորձ է արվում հերթական անգամ հանրության համակրանքին արժանանալ, բայց հանրությունը տեսնելով որ այդ ամենը ընդամենը քարոզչական բնույթ է կրում, չեմ կարծում որ ինչ-որ մեծ ազդեցություն է ունենում, որովհետև հանրության համար նաև եթե խոսում ենք այդ ինչ-որ չարաշահումներից, թալանի վերադարձից, այդտեղ շատ կարևոր է հանրության կյանքում ինչ-որ բան փոխել է, հետեւաբար այդ տեսանկյունից այդ ուղղությամբ աշխատանքները կարելի ասել հանրության կյանքում բան չեն փոխում, հանրությունը շարունակում է վատ ապրել ու զարմանալի է, թե այդ թալանը վերադառնում է, ինչի է դրա զուգահեռ օրինակ հարկերը բարձրանում ու այլ խնդիրներ առաջանում հանրության կյանքում։ Քաղաքական դաշտում եթե ակտիվություն ունենաք, ինչ վարքագիծ կդրսևորեք։ Քաղաքական դաշտում մեր ակտիվությունը միշտ կա, մեր դիրքորոշումն հայտնի է, մեր նպատակը որ առաջ այս իշխանության հեռացումն է, որի ուղղությամբ քայլեր ենք իրականացնում, այս բանին էլ բացի գերիների հարցը, որը մեր համար շատ կարևոր է, քանի որ սա նաև ազգային արժանապատվության հարց է։ Այս բանին Գյումրի եւ Փարաքար համայնքներում ընտրություններ են, որտեղ ունենալու են մասնակցություն, անելով առավելագույնը, որ ԿՊ-ն նաև տեղական մակարդակով իշխանություններից զրկվի։ Ինչ է կարծում, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե Գյումրիում ԿՊ-ական չընտրվի, ապա Գյումրին չի ունենա համայնքապետ։ Ասել է, որ սա ուղերձ է ընդամենը։ Այս մասին ինչ կասեք։ Գիտեմ, ասած նման խոսքերը ոնց մեկնաբանել, անտրամաբանական է նման բան լսել երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձից։ Ընտրություններում հանրությունը ում ձայն կտա եւ ես վստահ եմ, որ ընդդիմադիր ուժերին էլ կհաջողվի, եթե որևէ մեկը 50%-ից ավել չհավաքի, համագործակցել առաջին հերթին ԿՊ-ին իշխանազրկելու եւ նաեւ համայնքը կառավարելու, որը նաև մեր համար բավականին ողջունելի է, երբ մեկ ուժ չի կառավարում համայնքը, որովհետև տարբեր ուժերի համագործակցությունը, զսպումները, վերահսկելը շատ ավելի օգուտ է, քան եթե համայնքը ղեկավարվում է մեկ ուժի կողմից։ Գյումրիում մենք իրատեսական ենք համարում այդ սցենարը, որ ընդդիմադիր ուժերը կհավաքեն 50%-ից ավել ձայն եւ կոալիցիոն կառավարությունով նպաստեն Գյումրիի զարգացմանը։ Երեք Մանեթ Հանդիլյանը հայտարարել է, որ դադարեցնում է հացադուլը, սակայն դուք թիմով որոշել եք այլ քայլերի դիմել։ Ինչ քայլերի մասին է խոսքը։ ՄԱԿ-ը ունի բոլոր գործառույթները ազդելու Ադրբեջանի կողմից ներգերիների նկատմամբ խոշտանգումներին, նաև փակ դատական պրոցեսների ներկա գտնվել, այսինքն մենք
ոչ որ դիմելու ենք ՄԱԿ-ին, որպեսզի համապատասխան կառույցները հանդիպեն Բաքվի բանտում պահողներ գերիներին, տեսնեն ինչ խոշտանգումների են, ինչ վիճակում են, ու նաև պարտադիր ներկա գտնվեն այդ դատական նիստերին, քանի որ մենք էլ դատական նիստերի մասին տեղեկատվություն իմանում ենք բացառապես ադրբեջանական պաշտոնական լրահոսից, նույնիսկ հայտնի չէ այդ մարդիկ իրականում ինչ ցուցմունքներ են տալիս, ինչ մեղադրանքներ կան։ Առաջիկա քայլը դա է, հետագայում ավելի մեծ ակտիվություն կցուցաբերենք, որ միջազգային հանրությունը ավելի ակտիվ լինի, որովհետև այսօր էլ երեք քննարկված օրինակ Եվրոխորհրդարանի բանաձևը շատ կարևոր է եւ միայն հանրության մեծ ակտիվության շնորհիվ է հնարավոր հասնել նրան, որ միջազգային հանրությունը այս լրացումից արթնանա եւ գործուն քայլեր ձեռնարկի։ Պարոն Առաքելյան, խոսենք նաև, որ Բաքվի դատարանում երկու արցախցի, այսպես ասած, ցուցմունք են տվել Ռուբեն Վարդանյանի դեմ։ Ովքեր են այս մարդիկ եւ սա կարող ենք իրատեսական համարել, որ նրանք իսկապես Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք են տվել, թե սա Բաքվի հերթական խաղն է, այսպես ասած։ Ակնհայտ է, որ այդ մարդիկ էլ կարելի է այսպես ասել, որ գերության մեջ են, թե բանտում չեն, ապրում են Ադրբեջանի տարածքում, հիմա Բաքվում չգիտեմ որտեղ ինչով են զբաղվում, այդ մարդկանցից իրենց ուզած ցուցմունքը ստանալը կարծում եմ պարզ է ինչ միջոցներով է արվում, մարդկանց վարքագիծներ չեն բացառում, որ կարող է միջև այս ընթացքն է, եղել Ադրբեջանի ազդեցության տակ, որ նաև Ստեփանակերտում Արցախում ապրելու ժամանակ էլ այս մարդիկ ծառայել են Ադրբեջանի իշխանություններին, անձամբ չեմ ճանաչում, բնական այդ մարդիկ որովհետեւ առնչություն Ռուբեն Վարդանյանին չեն ունեցել, երբեք չեն տեսել Ռուբեն Վարդանյանին, առիթ չեն ունեցել այդ իրենց նշած ցուցմունքները նույնպես ֆանտաստիկայի ժանրից են, ինչ որ ադրբեջանական մնացած մեղադրանքներն են։ Նույնիսկ եմ կրկնում, ընդհանրապես պետք է չէ նույնիսկ քննարկման առարկա դարձնել, թե Բաքվի դատարանում ինչ ցուցմունքներ են տրվում, ինչ մեղադրանքներ են, այդ մարդիկ գերի են եւ օր առաջ պետք է ազատվեն։ Իսկ դատավարության բովանդակության վրա ընդհանրապես պետք է չէ ուշադրություն դարձնել Ադրբեջանի հերթական քաղաքական շոուն է ուղղված Հայաստանի դեմ եւ հայ ժողովրդի դեմ։ Բաքվում Կարմիր խաչի փակվելը ինչ ազդեցություն կունենա մեր հայ գերիների վրա։ Շատ վատ, քանի որ Կարմիր խաչային եզակի կառույցներից է, որը հնարավորություն է ունենում մեր գերիների հետ որևէ կապ ունենալ եւ որոշակի ինֆորմացիա փոխանցել, բայց սա ավելի շատ միջազգային հանրությանը պետք է անհանգստացնի, որ Ադրբեջանի այս ցինիկ բռնապետական վարքագիծը արդեն հասել է միջազգային կառույցներին եւ նաեւ բացի Կարմիր խաչից էլի ինչ որ կառույցների է փակելու ուղերձներ հողում Ալիևը եւ նաեւ այլ երկրներին է կոչ անում, հետեւաբար միջազգային հանրությունը շատ խիստ ձևով պետք է անդրադառնա այս հարցին։ Շնորհակալ եմ շատ ձեզ, պարոն Առաքելյան։ Խնդրեմ լինքը Facebook-ով ուղարկեք։ Անպայման։